Դեպքերի զարգացումները, ուսումնասիրությունները մեզ բերում են ավելի խորքային եզրակացությունների, թե ինչ ընթացք է որդեգրել կաթողիկոսը։ Տեսեք, պարզվում է, որ հայոց եկեղեցու, հայաստանյան առաքելական եկեղեցու դավանական ինքնությունը կասկածի տակ է դնում։ Հիմա ասեմ ինչպես։ Հայ եկեղեցու պաշտոնական անվանումն է հայաստանյան առաքելական եկեղեցի։ Պարզվում է, որ կաթողիկոսը 18 թվականին հայ եկեղեցին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի կանոնադրությունը գրանցել է իբրև հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Այս թեզը թե իբր հայ առաքելական եկեղեցու իրավաբանական գրանցումը Ռուսաստանը որպես հայ առաքելական ուղղափառ եկեղեցի կասկածի տակ է դնում իր դավանաբանական այդ ինքնությունը, այսինքն ուզում ասել, դա նշանակում է քաղաքականության երկբնակություն, այսպես գաղտնի ընդունում եւ սուրբ հայերի ավանդների դավաճանություն, այսի ոչ թե միայն աստաբանական սխալ է ժողովուրդն, այսի քաղաքական շահարկման գործիքը։ Արման Սարոյանի հիմնարար սխալը կամ միտումնավոր սուտը, ավելի շատ երևի սուտ է սա։ Ուրեմն ուղղափառ եզրույթի նույնացումը բացառապես հունասլավոնական քաղաքականական ավանդույթի հետ։ Ուրեմն եթե դուք գոնե 9 դասարան ավարտել եք, գիտեք, որ եկեղեցին ունի 4 ճյուղ։ Ուրեմն հռոմեա կաթոլիկ ուղղվածությունն է, բյուզանդական ուղղափառ, բողոքական եւ հին արևելյան ուղղափառ եկեղեցիները։ Լսում եք այդ ուղղափառ բառը, ուշադրիր լսեք, այդ բառը։ Այդ հին ուղղափառ եկեղեցիների մեջ մտնում ենք մենք հայ առաքելական եկեղեցին, Ղպտի օրթոդոքս ուղղափառ եկեղեցին, Էրիթրեայի ուղղափառ եկեղեցին, Եթովպիայի ուղղափառ եկեղեցին, հնդիկ մալանկար ուղղափառ եկեղեցին, բոլորը ուղղափառ են կոչվում, բայց դրանք ինչ է, քաղաքականություն են ընդունում, հա, ուղղափառություն եզրույթը հունարեն օրթոդոքսիա բառի նույն բանն է, որը կազմված է երկու արմատից, օրտոս ուղիղ ճշմարիտ եւ դոքսա կարծիք, փառք, ուսմունք։ Հայերենում այս եզրույթը թարգմանվում է որպես ուղղափառ, որտեղ ուղիղը նշանակում է ճշմարիտ ուղիղ, իսկ փառը փառք, Աստծուն ճշմարիտ հավատքով փառաբանելու իմաստով։ Ուրեմն պատմական աղբյուրները վկայում են, որ ուղղափառ եզրույթը հայ աստվածաբանների կողմից օգտագործվել է ուրեմն մեծ սխիզմայից 1054 եւ 451 թվականի քաղաքիդոնի ժողովից շատ առաջ այն ծառայում էր որպես չափանիշ զատելու ճշմարիտ հավատքը հերձվածներից, այսինքն արիոսականներից, նեստորականներից ու պնդել, թե ուղղափառ բառը պատկանում է միայն ռուս կամ հույն եկեղեցիներին, նշանակում է մերժել հայ եկեղեցու ճշմարտությունը կրելու իրավունքը։ Երբ հայ եկեղեցին իրեն անվանում է ուղղափառ, նա չի հայտարարում մենք համաձայն ենք Մոսկվայի կամ Կոստանդնուպոլսի հետ։ Նա հայտարարում է մենք, որ հենց մենք ենք, որ մերժելով քաղաքետոնը պահպանել ենք բուն, անաղարտ, առաքելական, ուղղափառ վարդապետությունը։ Այսինքն մենք հազարամյակներով պայքարել ենք, որպեսզի չձուլվենք, չընդունենք Ղպտիները, որ իրենց ասում են, ուրեմն Ղպտի ուղղափառ եկեղեցի, իրենք երևի ձուլվում են, ուրեմն ռուսների հետ, հա։ Քաղաքեդոնական դավանանքը։ Քաղաքեդոնականություն են ընդունում, հա, երևի ըստ աստծաբանության դոկտոր Արման Սարոյանի։ Մենք հարգում ենք բոլոր եկեղեցիներին եւ ուղղափառ եւ կաթոլիկ, սակայն մենք մեր ինքնության համար պայքարել ենք հազարամյակներով։ Ուրեմն այդ խնդիրը մեր առջև եղել է 6-րդ դարի սկզբից, 5-ի վերջ, 6-ի սկզբից մինչև Բյուզանդիայի անկումը միշտ փորձել են եղել հայ եկեղեցին դարձնելու օրթոդոքս ուղղափառ դավանության։ Լսում եք ժողովուրդ ջան, մեզ ուսել են օրթոդոքս դարձնել։
այսինքն ուզեցել են ինքը ուզում ասի, թե մեր եկեղեցին չարափառը, որտեղ ուղափառի հակառակը դա չարափառն է։ Իբր թե ըստ իրա մեր եկեղեցին ուզեցել են չարափառությունից դարձնել ուղափառ, բայց չի հաջողվել, ինքը տենց էլ մնացել է չարափառության մեջ։ Ինքը, ոչ թե մեր եկեղեցին, ինքը մինչև հիմա չարափառության մեջ է, այսքանից հետո։ Ով որ հարում է Նիկոլի աղանդին, այս sense է դառնում, չարափառ է դառնում, ժողովուրդ ջան։ Բյուզանդիայի անկումից հետո այդ խնդիրը ծագել է ավելի ուշ շրջանում։ Արդեն հնարավոր չի լսել։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցու անվանման մեջ, ժողովուրդ ջան, ուղղափառ բառի գործածումը հենց ինքնահաստատման, այլ ոչ թե ենթարկման ակտ է։ Սա սեփական դավանաբանական ճշմարտացիության հռչակումն է այլադավան աշխարհի առջև։ Գրիգոր Տաթևացու գիրք հարցմանցում եւ ներսեր շնորհալու շարականներում հայոց հավատքը անփոփոխ կերպով անվանվում է ուղափառ հավատ, որը հարկադրվում է հերետիկոսների չարափառությանը։ Այս եզրույթից հրաժարվելը կնշանակեր ընդունել, որ հայ եկեղեցին չի տիրապետում ճշմարտության լիությանը։ Իրավիճակին առանձնակի հեգնանք է հաղորդում այս փաստը, որ Արման Սարոյանը գրոհելով ուղափառ եզրույթի վրա փաստացի ջրաղացին ջուր է լցնում այն գաղափարատիրական ուժերի, որոնք դարեր շարունակ փորձել են նսեմացնել հայ առաքելական եկեղեցու ուրեմն կարգավիճակը։ Ու հայ առաքելական եկեղեցին մենակ չէ իր աստվածաբանության մեջ։ Այն անբաժանելի մասն է արևելյան ուղափառ եկեղեցիների, Oriental Orthodox Churches, այդ ընտանիքի, որոնք գտնվում են լիակատար հաղորդման միության մեջ միմյանց հետ։ Սարոյանի փաստարկները լիովին փլուզվում են քուր եկեղեցիների անվանումների վերլուծությամբ։ Եթե հետևենք Սարոյանի տրամաբանությանը, այսինքն ուղափառ անվանումը հավասար է քաղկեդոնականությանը, ապա բոլոր արևելյան հնագույն եկեղեցիները պետք է ճանաչվեն որպես քաղկեդոնական դավաճաններ։ Բոլոր այդ եկեղեցիները իրենց պաշտոնական միջազգային անվանումներում կօգտագործում են օրթոդոքս եզրույթը։ Օրինակ Ալեքսանդրիայի Ղպտի ուղափառ եկեղեցի, Անտիոքի Ասորի ուղափառ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցին հաճախ անվանվում է Armenian Orthodox Church։ Այս եկեղեցիներից ոչ մեկը չի ընդունում Քաղկեդոնի ժողովը։ Նրանց համար ուղափառ եզրույթը նշանակում է հավատարմություն Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու միաբնակ վարդապետությանը։ Սա ոչ թե ռուս եկեղեցուն ենթարկվելն, այլ սեփական կարգավիճակի ամրագրումը որպես ավանդական առաքելական դավանանք։ Արման Սարյան, թե դու ուղափառ չես, բայց ինչու ես պատարագի ժամանակ երգում Վասն Սուրբ եւ ուղափառ եպիսկոպոսածս Տեր աղաչես ցուկ, կամ գողության ժամանակ այնտեղ էլ են, չէ՞ երգում ուղափառ եպիսկոպոսած եւ այլն։ Այսինքն դուք չեք էլ երգում, չէ՞ Նիկոլը չի թողում որ երգեք, համ մոռացել է։ Դե դուք պարտականություն չունեք Աստծո նկատմամբ, եկեղեցու նկատմամբ։ Դու ձեր մի հատ մենակ մի պարտականություն ունեք, եթե Նիկոլի նկատմամբ պարտականություն ունեք, լսեք թե ինքը ինչ խորհուրդներ է տալիս ձեզ, ինչ ասում, ոնց երգեք, ինչ ասեք։ Այնտեղ նոր շարականներ կարող են ինքը գրի ձեր համար երգեք, չգիտեմ ոնց է, ընդունված ձեր մոտ կարգը ոնց է։